Մեդուզան, կորեական հեքիաթ։ Ծովի ամենախոր խորքերում գունավոր քարերից կազմված մի հսկա անձավում ապրում էր ծովային վիշապը, ստորջրյա աշխարհի թագավորը։ Նա ուներ մի չքնաղ աղջիկ։ Վիշապը շատ էր սիրում ու երես էր տալիս այդ աղջկան։ Ծովի բոլոր բնակիչները գիշեր-ցերեկ կատարում էին աղջկա ցանկությունները և նրա բոլոր քմահաճույքները։ Մեկը նրա համար ծովի ամենախոր տեղերից մարգարիտներ էր բերում, սադափի խեցիներ, թանկագին քարեր, մեկը ծովային ընկույզներ էր հավաքում, մեկը խաղ, մեկը պար և բոլորը այսպես զվարճացնում էին աղջկան։ Մի անգամ ծովի թագավորի աղջիկը ընկույզ էր ուտում և կետերի ու դելֆինների պարերն էր նայում։ Ուշքը պարերին գցելով նա բերանը դրեց մի չմաքրված ընկույզ, իսկ ծովային ընկույզը փշոտ է լինում։ Եվ ահա ընկույզը մնաց ծովի թագավորի աղջկա կոկորդում։ Թագավորը ծովի բոլոր ձկներին ուղարկեց բժիշկներ կանչելու։ Ստորջրյա աշխարհի բոլոր բժիշկները հավաքվեցին, բայց ընկույզը հանել չկարողացան։ Այդ ժամանակ շնաձուկը, ծովի թագավորի գլխավոր խորհրդականը, հիշեց, որ արագիլը կարող է ընկույզ հանել, բայց արագիլը ցամաքի վրա է ապրում։ Շնաձուկը խորհուրդ տվեց Մեդուզային ուղարկել արագիլին կանչելու։ Այն ժամանակ երկնագույն Մեդուզան բարձրահասակ էր, ժիր ու շատ խորամանկ։ Նա կարողանում էր ոչ միայն ջրի մեջ լողալ, այլև ցամաքի վրա վազել։ Եվ այն ժամանակ նա ոսկորներ ուներ։ Ծովի թագավորը Մեդուզային ուղարկեց արագիլին կանչելու։ Մեդուզան դուրս եկավ ցամաք ու գնաց արագիլին գտնելու։ Հենց որ գտավ, ասաց. «Ծովի թագավորը քեզ կանչում է իր աղջկա կոկորդից ընկույզը հանելու, թե որ հանեցիր, արքայավայել պարգև պիտի ստանաս»։ Արագիլը Մեդուզայի հետևից ընկավ, գնաց, հասավ ծովի ափը, բայց ջրից վախեցավ։ Բայց Մեդուզան արդեն արագիլին բռնել ու ծովն էր քաշում։ «Սպասիր, սպասիր», գոռաց արագիլը, «ես իմ գործիքը հետս չեմ վերցրել, իսկ առանց գործիքի ընկույզ հանել չեմ կարող։ Դու այստեղ սպասիր, ես իսկույն հետ կգամ»։ Մեդուզան արագիլին բաց թողեց, ինքը ավազին պառկեց, արևի տակ, մի փոքր տաքանալու համար։ Սպասեց արագիլին, քունը տարավ ու քնեց։ Արթնացավ, տեսավ արագիլը չկա։ Նորից գնաց որոնելու, բայց արդեն այլևս չգտավ։ Երբ աստղերն ու լուսինը արտացոլվեցին ծովի մեջ, Մեդուզան տուն վերադարձավ։ Նա կամացուկ իջավ քարերի վրա և ուզում էր թաքնվել լուսնի շողի մեջ, որը նույնպես երկնագույն էր։ Բայց ծովի թագավորն իմացավ, որ Մեդուզան առանց բժշկի է վերադարձել և հրամայեց պատժել նրան։ Կետերը սկսեցին ծեծել Մեդուզային և այնպես եռանդով էին ծեծում, որ Մեդուզայի բոլոր ոսկորները դուրս թռան, ու նա դարձավ մի տափակ բլիթ։ Ծովի թագավորի աղջիկը ոսկրահան եղած Մեդուզային երբ տեսավ, այնպես բարձր քրքջաց, որ ընկույզը ինքն իրեն դուրս թռավ նրա կոկորդից։ Վիշապն ուրախացավ և հրամայեց Մեդուզային բաց թողնել։ Միայն թե դրանից հետո Մեդուզան այդպես էլ առանց ոսկորների մնաց։ Եվ այլևս ափ դուրս չի գալիս, չի սիրում հիշել, թե ինչպես ձեռքից փախցրեց արագիլին։ Իսկ հետո փոթորիկի կամ մակընթացության ժամանակ ալիքները նրան ափ են շպրտում։ Եվ այլևս չի կարողանում վազել, ջրին հասնել։ Եվ արևի տակ այդպես էլ մնում ու չորանում է, որ նրա հետքն էլ անգամ չի երևում։